Ամենամյա դարձած Doing Digital Forum-ի նշանակետում այս տարի թվային ֆինանսներն ու նորարարական տեխնոլոգիաներն են։ Ապագայի փողը տնտեսական ազդեցությունը խորագրի ներքո մեկ հարկի տակ են հավաքվել պետական կառույցների, գործարար համայնքի ներկայացուցիչներ, ոլորտի միջազգային ու տեղական առաջատար փորձագետներ։ Ֆորումի գլխավոր խոսնակն աշխարհահռչակ ֆուտուրիստ Գերդ Լեոնհարդն է, աշխարհի թոփ 10 ֆուտուրիստ բանախոսներից մեկը։ Հայաստանում նա խոսել է ապագայի տեխնոլոգիաների, վճարումների, թվային տնտեսությունների և գործիքների արդյունավետ կիրառման մասին։ Ապագան կարող է լինել դրախտ, բայց կարող է լինել նաև դժոխք։ Մենք կարող ենք նույն գործիքի շնորհիվ, ասենք միջուկային էներգիայի շնորհիվ ունենալ միջուկային ռումբ, ինչպես նաև ատոմակայան։ Ամեն ինչ կախված է տեխնոլոգիայի օգտագործման նպատակից։ Այս համատեքստում ես հղում կանեմ իմ սիրելի ֆուտուրիստներից մեկին։ Մենք պետք է լավատես լինենք ոչ թե որովհետև քիչ խնդիրներ ունենք, այլ որովհետև ունենք հնարավորություն լուծել դրանք։ Ելույթների ու պանելային քննարկումների թոփ թեման թվային արժույթների, արհեստական բանականության, թվային դրամապանակների, վճարային տեխնոլոգիաների զարգացման միտումներն են, դրանց ազդեցությունը ֆինանսաբանկային համակարգի և գլոբալ տնտեսության վրա։ Միջոցառման կազմակերպիչ Spring PR-ի համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը նորարարությունների կիրառման ու փոփոխությունների առաջնորդության համատեքստում կարևորում է գիտելիքն ու տեղեկացվածության բարձր մակարդակը, իսկ կրիպտո առաջնորդ Հենրի Արսլանյանը կարևորում է, որ այս թեման Հայաստանում էլ է օրակարգային։ Եթե մենք ուզում ենք առաջնորդել փոփոխությունները, մենք պետք է տեղյակ լինենք ինչ է կատարվում աշխարհում։ Եվ խոսելով բլոկչեյն տեխնոլոգիաների, Web 3-ի, կրիպտո ռեգուլյացիաների եւ առհասարակ կրիպտոյի մասին որպես փողի ապագայի, եւ առաջարկելով նոր օրակարգ, որը որ այսօր աշխարհում բավականին ակտիվ է քննարկում եւ նաեւ այդ քննարկումները լսեցի այստեղ խոսում եք, ռեզերվային վաուստային ֆոնդերում ունենալ բիթքոինը որպես նոր արժույթ եւ այլն շատ կարեւոր եմ համարում, որովհետեւ մենք որպես երկիր պետք է առաջնորդենք այդ փոփոխությունները եւ ես գտնում եմ, կարծում եմ, որ ու վստահ եմ, որ Հայաստանում կա այդ ներուժը։ Հիմա համաշխարհային լեվելի վրա այն հետաքրքիր ժամանակն է ֆինանսի եւ փողի մասին փոփոխությունները, որ դեղի ունենան գոր։ Մանավանդ digital assets-ի, bitcoin-ի եւ կրիպտոյի մասին։ Շատ ուրախ ենք, որ հիմա Հայաստանի մեջ օրենքներ եւ կանոններ կան գոր կրիպտոյի մասին եւ համաշխարհային լեվելի վրա հիմա շատ կարեւոր ժամանակ է, որ կրիպտոյի փոփոխությունները դեղի ունենան գոր եւ ասիգա opportunity է մեզի Հայաստանի համար, որ գնանք աս bitcoin-ի եւ կրիպտո opportunity-ները, որ դեղի ունենան գոր կորձածել։ Շատ կարեւոր է ճիշտ գործիքների ճիշտ կիրառումը։ Ես կարծում եմ, որ թվային առևտուրը վերստեղծում է իրեն։ Այս առումով մենք պետք է նոր փորձառություն տրամադրենք հաճախորդներին։ Պետք է վերադիտարկենք ինչպիսին պետք է լինի թվային առևտրի ապագան։ Սա նման է տարիներ առաջ ինտերնետի տարածմանը, երբ դա նոր գործիքեր եւ մարդկանց ինտեգրելու կարիք կար։ Իսկ մարդիկ երկընտրանք ունեին, փորձել կիրառել այդ նոր տեխնոլոգիան, թե խուսափել։ Այժմ էլ թվային առևտրի գործիքների առումով են մարդիկ այդ երկընտրանքի առաջ։ Մենք հրավիրում ենք ձեզ փորձելու նորը։ Նոր ու լավագույն փորձով այս անգամ ներկաների հետ կիսվել է շուրջ 20 խոսնակ Հայաստանից ու արտերկրից։ Ապագայի փողն արդյունավետ կարելի է ծախսել, եթե առավել գիտակից ընդունենք փողի ապագան, չվախենանք ֆինանսական տեխնոլոգիաներից ու կարողանանք դրանք ծառայեցնել մեզ, ոչ թե ծառայել դրանց։